պաշտպաններ Էմին Բեկալյանը, Հովիկ Սուքեսյանը, Ադամ Բայազյանը, Մարգար Սողոմոնյանը, Ռուբեն Մելիքյանը, պաշտպան Ռուբեն Մելիքյանը դիմումի միջոցով հայտնել է, որ այսօր ժամը 16:00-ին հրավիրում են Քննչական կոմիտե հարցաքննության, որի պայմանները չի կարող ներկայացնել դատական նիստին, պաշտպան Հովիկ Սուքեսյանը աշխատանքային ծանրաբեռնության պայմանավորված այսօր ժամը 16:00-ին այն դատական նիստ եւ նույնպես չի կարող ներկայացնել դատական նիստին, պաշտպան Էմին Բեկալյանը հետապնդածի միջոցով հայտնել է, որ Արտաշատ ինստավարում պետք է մասնակցի կալանավորական նիստի եւ պետք չի կարող ներկայացնել դատական նիստին։ Դատական արձանագրում դատական նիստի ուշադրությունը վերսկսում հարավարողների շտաբի պատճառը դատական աշխատակազմում հայտնել է ծանրերը պատճառը շահասնելու Մեղադյան Նարեմանյան Հավեչկարն է Ինչպես է ձեր առողջականը, դեպի լավ, ձեզ առողջություն եք մաղթում ու շուտապի տապակին Հաշվի ամնում որ մարդը Սմույրյանի երկու պաշտպանելու բացակայում դատական նիստից իսկ Իրական դատական նիստի և պատասխանատվություն երեք կրվածի երորդ մասի համաձայն законի մասնակցությունը պարտադիր է դատարանի գործի քննությանը, եթե դատարական özրկով այլ բան նախատեսված չէ, նկատի ունենալով որ դատարանում ապացույցների հետազոտաշրջանակում ներկայացնում կա, որպեսզի հանգամանքը այդ իրավիճակների շարքում դժգերի պատճ է, դատարանը գտնում դատական լսումները հետազոտել և հաջորդ դատական լսում շարունակել Մենք այսօրվա դատական նիստը ներկայ ենք, ստիպված ենք հետաձգել, քանի որ Մեղադյան մարդասիրությունը բացակայում են, լսում եք ձեզ։ Իսկ առանց պաշտպանի դատարանը դատական նիստ չի անելու, առավել ևս վկայի հարցաքննություն։ Ձեր հարցաքննությունը դրաբար չեք կարող շարունակել։ Մյուս նիստը իրենվա նշանակում է դեկտեմբերի 26-ին ժամը 14:00-ին։ Իսեցիք դեկտեմբերի 16, 2024 դեկտեմբերի 26 դուք համարում եք այժմ ծանուցված կարող եք ներկայանալ ձեր կողմից հրավիրված հաստավանի հետ հարգելի թարգման շուտել դուք կգաք ձեր Վարդուի Շահինյանը կգա դուք եք ձեզ մոտ ֆիքսեք
Դատական նիստը